Տյումենցի գործարարը բիզնես կապեր հաստատելուց առաջ նախ լուսանկարում է, թե որ երկրների հայ գործարարների հետ կարող է կապեր հաստատել։ Ինչքան երկրներից մարդ են եկել։ 10 երկրներից ժամանած 30 երիտասարդ գործարարներին ներկայացնող դրոշները կդառնան երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումի խորհրդանիշը։ Հայաստանի, Արցախի ու եւս 10 երկրներից սկսնակ ձեռներեցներ այստեղ են։ 44-ամյա Ստամբուլահայ Մուրադն իրեն էլ է համարում երիտասարդ գործարար։ Ամեն դեպքում ուզում է կաշվե պայուսակների արտադրությունը Թուրքիայից տեղափոխել հայրենիք։ Մուրադ Կոլոքոսյանը Հայաստանում առաջին անգամ է բիզնեսը տեղափոխելուց հետո երկվորյա եղբոր Վարդանի հետ ինքն էլ կհաստատվի Հայաստանում։ Էսալ չեմ ուզեր որ Թուրքիան կորձս մեծնել։ Հոսա բզդիկ ֆաբրիկը Համահայկական բիզնես ֆորումը հենց երիտասարդ գործարարներին հայկական բիզնես միջավայրին եւ օրենսդրությանը ծանոթացնելու համար է։ Նրանց բոլորին Հայաստանն է հրավիրել Մուշեղ Ավետիսյանը։ Նախ օգնում են սկսնակներին, հետո էլ խորհուրդներ տալիս կայացած բիզնեսմեններին։ Այսօր երիտասարդ սփյուռքահայ գործարարների հերթն է։ Տարբեր երկրներում մարդիկ ուսում են ստացել, տարբեր երկրների փորձն են իրենք կրում, ինչու չբերենք, համատեղենք եւ ստեղծենք մեկ ընդհանուր դաշտ, որտեղ կարող է մեր գործունեությունը նպաստել հայրենիքի տնտեսության զարգացմանը։ Էկոնոմիկայի փոխնախարարը այս հանդիպումը կոչում է երկխոսություն, որի մոտիվացիան միայն բիզնեսը չէ։ Հայ երիտասարդները վերադառնում են հայրենիք։ Կցկտուր ինֆորմացիա կա, ոչ ամբողջական, ոչ բավարար, հետևաբար նման ձևաչափերը հենց նպաստում են նրան, որպեսզի իրական, օբյեկտիվ ներդրումային գրավչությունը հենց ներկայացվի, քննարկվի պրոյեկտային մակարդակով եւ աջակցություն ստանա կառավարության կողմից հենց պրոյեկտները։ Գործնական առաջարկներով ու պայմանագրերի փաթեթներով է Հայաստան եկել Տյումենցի գործարար Սերգո Ստեփանյանը։ Պատրաստ են 21 ոլորտներում գործակցել Հայաստանի հետ։ Գյուղատնտեսություն, տուրիզմ, լոգիստիկա եւ ելի շատ ուղղություններով մեծ պոտենցիալ կա համագործակցելու։ Մեր կազմակերպության մեջ խանութների ցանց էլ կա, պատրաստ են Հայաստանի հետ բիզնես կապեր հաստատել։ Արտահանում, ներմուծում, ներդրումներ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը արդեն տեսնում այն ուղղությունները, որոնցով հայ երիտասարդ գործարարները կարող են օգնել հայրենական տնտեսությանը։ Փոխադարձ կապեր են ստեղծում եւ այդ փոխադարձ կապերի միջոցով հնարավորություն են տալիս Հայաստանի տնտեսությանը զարգացնել, միջազգային առումներով արտահանումը խթանել եւ ինչպես նաեւ շատ կարեւոր է, որ մեր արտերկրի հայ գործարարները կարողանում են շփվել նաեւ իրար հետ։ Երիտասարդ գործարարների մեկ շաբաթյա համայնքական ֆորումում երիտասարդ ձեռնարկատերերը կծանոթանան հայկական բիզնես դաշտին, իրավական ներդրումային ու արտահանման պայմաններին, կլինեն Արցախի ու Հայաստանի գլխավոր տուրիստական կենտրոններում բիզնես սկսելուց առաջ Հայաստանն ավելի լավ ճանաչելու համար։ Մանու Իրիցյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։